Դեռ մի քանի օր առաջ Հայրիկյանն այցելուներին ընդունում էր Բրյուսելի այս հիվանդանոցի պալատներից մեկում։ Հիմա արդեն այստեղ գալիս է օրական 2 ժամ վերականգնողական թերապիա անցնելու։ Հայրիկյանն ինքն է որոշել դուրս գրվել ժամանակից շուտ։ Ամեն մի եվրոն խնայում եմ, նրա համար եմ խնայում, որ թեկուզ իմ պետությունն է եւ Պաուստային ֆոնդից է տվել, բայց ինչ որ հնարավոր է վերադարձնել։ Հայրիկյանը գիտի ինչպես պետությանը վերադարձնել բուժման համար ստացած ամբողջ 20 միլիոն դրամը, ով պատվիրել է մահափորձը, նա էլ թող վճարի։ Դատարանը Վարդան Սեդրակյանին պետք է պարտադրի փոխհատուցել իր վիրահատության եւ բուժման ծախսերը, հատկապես որ էպոսագետի ձեռքը ասում են քարի տակ չէ։ Քանի որ մեր գլխավոր հերոսը դատական նյութերի հիման վրա երևում է, որ նաեւ գումարի մեծ սիրահար է եղել եւ նույնիսկ վերջին տարիներին մոտ 2 միլիոն դոլարի խաղացել է։ Չնայած դրան շարունակում է պնդել, Սեդրակյանը գործիք է, բայց ոչ իրական պատվիրատուն։ Միջնորդ ում խաբել համոզել են, որ եթե դու մեզ չմատնես, ասին մեր անունը չտաս, մենք հետո քեզ կօգնենք։ Իսկ եթե մատնես, տես քո ընտանիքին երևի այդպիսի տարբերակ կարող է լինել։ Էպոսագետին գուցե վախեցրել են, բայց իր վրա կրակել են ոչ թե վախեցնելու, այլ կոնկրետ սպանելու նպատակով։ 2 կրակոց մոտ տարածությունից մարդու վրա ինչ վախեցնելու մասին կարող է խոսնել։ Անհանգստացան, երբ տեսան, ինչպես է ձնագնդի նման աճում իր վարկանիշը, ու թեև գնդակը մի փոքր շեղվեց, բայց արեց իր գործը։ Հայրիկյանի վարկանիշի ձնագնդին սկսեց հալչել կրկնակի արագությամբ։ Վիրակապով հիվանդ մարդը ընտրողի համար նախագահի լավագույն թեկնածուն չէ։ Մարդիկ ուզում են պետություն ունենալ, ուզում են գործող աշխատող նախագահ ունենալ, իսկ Հայրիկյանը հիվանդ է։ Լիարժեք առողջ Հայրիկյանին կրկին կտեսնենք 2 տարի հետո։ Բելգիացի բժիշկների տված այս ժամկետը այն առաջնորդը դատավճիռ չի համարում։ Վստահ է, որ եթե ավելի ինտենսիվ մարզի ձեռքը 2 ամսից Հայաստան կվերադառնա։ Թեև մարզումներն արագացնելու վերջին էքսպերիմենտը լրացուցիչ բարդություններ առաջացրեց։ Ընդհակառակը նպաստեցի, ցավերը ավելացան, արտադրությունը ավելացավ։ Աջ ձեռքի ֆունկցիաները կամաց վերականգնվում են։ Այսքան կարողանում եմ։ Ես հիմա առայժմ այսքան կարող եմ բարձրացնել։ Վերքը շատ խորն է։ Բելգիացի բժիշկներն անցել են փամփուշտի ամբողջ հետագծով, նյարդը մաքրել են, թաղանթապատել։ Հայաստանում միայն վերքն էին հանել, իսկ այստեղ առաջ բոլորովին չէի կարողանում այսպես վերցնել, հիմա տեսեք կարող։ Հայրիկյանն ուրախանում է յուրաքանչյուր նոր շարժումը հաղթահարելիս։ Հիմա արդեն համակարգչի մկնիկն էլ դժվարությամբ, բայց ենթարկվում է։ Հայրիկյանն ուզում է շուտ ապաքինվի, որ ինքը օգնի Հայաստանին ու աշխարհին կատարյալ ժողովրդավարության իր մոդելով։ Այն ընդունելու դեպքում Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարություն արտահանող երկիր։ Ինչ նավթ, ինչ ոսկի, ինչ ատոմային զենք, այդ դա կդառնա արժեք։ Այդ դեպքում ինքն էլ դուրս կգա ակտիվ քաղաքականությունից, կզբաղվի գրքեր ու երգեր գրելով։ Եթե ոչ, նախագահի ընտրությունում բախտը կփորձի 4-րդ անգամ։ Ով գիտի, հրաշքներ են լինում։ Մեկ անգամ նա արդեն կենթանի է մնացել հրաշքով։ Նարինե Հովհաննիսյան, Բրյուսել, ժամը լրատվական։